Գրեացին խմելը մկնային աճի համար անիմաստ է։ Չնայած որ այս ամենատարածված հավելումն ա, որ մարդիկ խմում են մկնային աճը բարելավելու համար, այն մկնային աճին էական ձևով չի օգնում։ Ու հիմա բացատրեմ ինչի։ Բոլոր մոտեցումներում մենակ մինչև հատկած վերջին մոտավոր 5 կրկնություններն են մկնային աճի ստիմուլ առաջացնում, որովհետև մենակ այս վերջին կրկնություններում ա, որ մենք ակտիվացնում ենք բավականաչափ շատ քանակի մկանաթելեր, որ մեր մկանները աճեն։ Այսինքն օրինակի համար, երբ ինչ-որ x քաշով 10 կրկնություն ենք անում ու ասում ենք ատկազի, այս մոտեցման սկզբի մի քանի կրկնություններում մենակ ակտիվ են ավելի փոքր մկանաթելերը, որոնք որ արդեն հասել են իրենց մաքսիմալ աճի պոտենցիալի։ Երբ որ գնալով մոտենում ենք ատկազի, աշխատող մկանաթելերում գնալով մետաբոլիտներ են հավաքվում, ինչի պատճառով այս մկանաթելերը ֆթիգդ են դառնում։ Որպեսզի մենք կարողանանք շարունակել այս նույն քաշով կրկնություններ անել, մենք պետք է ավելի շատ ջանք գործադրենք, որպեսզի մեր ուղեղը ավելի շատ մկանաթելեր ակտիվացնի, որոնք ֆթիգդ չեն։ Հենց սրա պատճառով է, որ մոտեցման սկզբի կրկնությունները շատ հեշտ են, բայց ամենավերջինները շատ դժվար են, չնայած որ քաշը նույնն է։ Ու հիշեք, որ մեր ուղեղը մկանաթելերը ակտիվացնում է փոքրից մեծ հերթականությամբ, ու ինչքան մկանաթելը ավելի մեծ է, այդքան այն ավելի շատ աճի պոտենցիալ ունի։ Երբ որ մենք հասնում ենք մոտեցման մոտավոր վերջին 5 կրկնություններին, մենք արդեն այս մետաբոլիտների առաջացրած ֆթիգի պատճառով ակտիվացնում ենք բոլոր հնարավոր մկանաթելերը։ Գումարած դրան մետաբոլիտները դանդաղեցնում են կծկման արագությունը, ինչը մկանային աճի կոնտեքստում լավ բան է, քանի որ որպեսի մկանաթելը աճի, իրան պետքա դանդաղ կծկման արագություն, որպեսի այն mechanical tension-ի ենթարկվի։ Այսինքն, ինչպես հասկացաք, մետաբոլիտները առհասարակ կարևոր են, որպեսզի մենք հասնենք նենց կետի, որ մեր կրկնությունները իրոք մկրային աճի ստիմուլ առաջացնեն։ Նաև կարևոր է նշել, որ մոտեցման ամենասկզբում շատ կարճ ժամանակով կրեատինն է առաջնահերթ որպես էներգիայի աղբյուր օգտագործվում։ Իսկ երբ այն վերջանում է, նոր սկսում է anaerobic glycolysis-ը, որի ժամանակ հենց այս մետաբոլիտները սկսում են մկանում հավաքվել։ Ու հիմա ինչ է լինում, երբ որ մենք սկսում ենք կրեատին օգտագործել։ Մենք հնարավոր է այս նույն քաշով, որով որ առաջ կարողանում էինք 10 կրկնություն անել, հիմա 12 անենք։ Սակայն այս հավելյալ երկու կրկնությունները, որոնք որ մենք կարողանում ենք անել, գալիս են նրա հաշվին, որ մեր կրեատինի պաշարները ավելի լիքն են, ու մենք ավելի երկար ժամանակ ենք կարողանում այն որպես էներգիայի աղբյուր օգտագործել, մինչև որ մենք կանցնենք anaerobic glycolysis-ի։ Բայց քանի որ այս կրկնությունները անելուց մետաբոլիտներ չեն հավաքվում մեր մկանում, այս նշանակում է, որ այս փոքր մկանաթելերը ֆթիգի չեն ենթարկվում, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ այս հավելյալ երկու կրկնությունը, որ դու կարողանում ես անել, դու անելու ես քո ամենափոքր մկանաթելերը օգտագործելով, որոնք որ աճի պոտենցիալ չունեն։ Այսինքն մենք ուղղակի երկու կրկնությունով հետաձգում ենք այն, թե մենք երբ կհասնենք այն կարևոր stimulating rep-երին, որոնցից որ մեր մկանները իրոք կաճեն։ Այս երկու կրկնությունը ավելանում են մոտեցման սկզբում, ոչ թե վերջում։ Այս չի նշանակում, որ կրեատինը անիմաստ հավելում է, քանի որ այն բազմաթիվ այլ օգուտներ ունի։ Սակայն զուտ մկանային աճի տեսանկյունից այն խմել իմաստ չունի։